Ուրանը որպես էներգիայի կայուն աղբյուր, ովքեր են կազմում համաշխարհային շուկայի ողնաշարը։ Ուրանը ռազմավարական ռեսուրս է, որը կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ ոլորտում։ Դրա կարևորությունը որպես էլեկտրաէներգիայի կայուն աղբյուր մեծանում է միջուկային էներգիայի նկատմամբ աճող հետաքրքրության համատեքստում։ Այնուամենայնիվ, ուրանի արտադրությունը կենտրոնացած է փոքր թվով երկրների ձեռքում, որոնք զգալի ազդեցություն ունեն համաշխարհային շուկայի եւ աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Հրապարակված վերջին տվյալների համաձայն համաշխարհային ուրանի արտադրության մոտ 70%-ը բաժին է ընկնում ընդամենը 3 երկրի՝ Ղազախստան, Կանադա եւ Նամիբիա։ Ավստրալիայի եւ Ուզբեկստանի հետ միասին այս երկրները կազմում են համաշխարհային արտադրության ողնաշարը։ Այս ցուցանիշի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում բնական պաշարների առկայություն, հանքարդյունաբերական ժամանակակից տեխնոլոգիաներ, աշխարհաքաղաքականություն եւ էկոլոգիական մի շարք սահմանափակումներ։ Ինչպես արդեն նշեցինք, ոլորտի համաշխարհային շուկայի առաջատարը Ղազախստանն է, ավելի քան 40% մասնաբաժնով։ Երկիրը տիրապետում է ուրանի ապացուցված ամենամեծ պաշարներին եւ արդյունավետորեն օգտագործում է ստորգետնյա հորատանցքային տարալվացման եւ տեղանքի վերականգնման տեխնոլոգիաներ, որը նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Ղազախստանն ուրան է արտահանում Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Չինաստան եւ Հնդկաստան, ինչը նրան դարձնում է գլոբալ էներգետիկ անվտանգության կարևոր խաղացող։ Նրա աշխարհագրական դիրքը եւ բնական պաշարների հարստությունը թույլ են տալիս երկրին ապահովել շահավետ երկարաժամկետ պայմանագրեր։ Որակի գլոբալ չափանիշ համարվող Կանադան աշխարհում ուրանի երկրորդ խոշորագույն արտադրողն է։ Նրա հիմնական հանքավայրերը Սասկաչևան նահանգում են, որտեղ էլ գտնվում են հանքաքարի ամենահարուստ պաշարները։ Որոշ հանքավայրերում ուրանի պարունակությունը գերազանցում է մոտ 20%-ը, իսկ բարձր արդյունավետությամբ ստորգետնյա հանքարդյունաբերության մեթոդների կիրառման շնորհիվ Կանադան դարձել է բարձրորակ ուրանի հիմնական արտահանողը։ Ուրանի մեծ մասն արտահանում է Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Նշենք, որ հենց հանքաքարի մեջ ուրանի բարձր պարունակության հանգամանքն է նվազեցնում արտադրական ծախսերը, ինչը Կանադային դարձնում է մրցունակ խաղացող համաշխարհային շուկայում։ Աֆրիկյան հսկա Նամիբիան աշխարհում երրորդ խոշորագույն երկիրն է, որն արտադրում է ուրանի մոտ 12%-ը։ Հիմնական հանքերը գտնվում են Նամիբ անապատում, որտեղ հանքարդյունաբերությունն իրականացվում է բաց հանքի մեթոդներով։ Հանքարդյունաբերության ոլորտում հիմնական ներդրողները չինական խոշոր ընկերություններն են, որոնց շնորհիվ Նամիբիան կարևոր օղակ է դարձել Չինաստանի արագ զարգացող միջուկային էներգիայի արդյունաբերության համար հումք մատակարարելու գործում։ Այս աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ավստրալիան ամենամեծ պաշարներով երկիրն է, սակայն արտադրության նրա մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է ընդամենը 10%։ Սա պայմանավորված է բնապահպանական եւ քաղաքական խիստ սահմանափակումներով։ Երկրում գործում են ընդերքի օգտագործումը սահմանափակող մի շարք օրենքներ։ Ճնշման օղակներից մեկն էլ պարբերաբար անցկացվող բողոքի ցույցերն են։ Ավստրալիան ուրան է արտահանում հիմնականում Ասիա, պահպանելով սերտ կապեր Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ։ Ոլորտի զարգացող խաղացող համարվող Ուզբեկստանը, որն արտադրում է աշխարհի ուրանի մոտ 6%-ը, զբաղեցնում է 5-րդ տեղը։ Այստեղ նույնպես ուրանի մեծ մասն արդյունահանվում է ստորգետնյա հորատանցքային տարալվացման մեթոդով, ինչը գործընթացը դարձնում է ավելի էժան։ Արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանն ու Եվրոպան։ Հավելենք, որ կառավարությունը ոլորտի զարգացումն ապահովելու համար ակտիվորեն ներգրավում է օտարերկրյա ներդրողների, ամրապնդելով երկրի դիրքերը համաշխարհային շուկայում։ Ուրանի արդյունահանման աշխարհաքաղաքական գործընթացներն ուսումնասիրող փորձագետները պնդում են, որ մի քանի երկրների ձեռքում արտադրության կենտրոնացումը որոշակի ռիսկեր է ստեղծում համաշխարհային շուկայի համար։ Մասնավորապես նշվում է, որ կենտրոնական դեր է ունեցել Ղազախստանի ներքին քաղաքական անկայունությունը կամ միջուկային հարաբերությունների փոփոխությունները, որ լուրջ ազդեցություն ունեն մատակարարումների վրա։ Իսկ Նամիբիայի չինական ներդրողների ներգրավման քաղաքականությունը մեծացնում է Չինաստանի վերահսկողությունն աֆրիկյան ռեսուրսների վրա։ Ինչ վերաբերում է Կանադային եւ Ավստրալիային, ապա կայուն մատակարարում ապահովող այս երկրների արտադրության ծավալների վրա էլ լուրջ ազդեցություն են թողնում վերջիներիս էկոլոգիական խիստ քաղաքականությունը։ Հավելենք, որ աշխարհում ուրանի սպառման առաջատարները զարգացած միջուկային էներգիա ունեցող երկրներն են։ Մասնավորապես Միացյալ Նահանգները ուրանի ամենախոշոր սպառողն է աշխարհում, որի մեծ մասը ներմուծվում է։ Չինաստանն ակտիվորեն զարգացնում է միջուկային էներգիան իր ածխածնային հետքը նվազեցնելու համար։ Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի 70%-ն էլ արտադրվում է ատոմակայաններում։ Հնդկաստանը եւ Հարավային Կորեան մեծացնում են հզորությունները բավարարելու աճող էներգիայի սպառումը։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում միջուկային էներգիայի նկատմամբ աճող հետաքրքրությունը շարունակում է մեծացնել ուրանի պահանջարկը։ Հանքարդյունաբերության ոլորտում առաջատար երկրները կշարունակեն կարևոր դեր խաղալ էներգետիկ այս մրցավազքում, սակայն հիմնական մարտահրավերները շրջակա միջավայրի պահպանությունն ու սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունը եւ վերականգնող էներգիայի համար մրցակցությունը
կշարունակեն դոմինանտ դեր խաղալ։